Սա բժշկական հաստատության այն միակ սենյակն է, որտեղ գտնվում են բացարձակապես առողջ մարդիկ։ Հենց այդ մարդկանց առողջ լինելուց է կախված շատերի կյանքը։ Արյունաբանական կենտրոնի դոնորների սենյակն է, այս անգամ դոնորները բոլորը նույն կոլեկտիվից էին։ 130-րդ դպրոցի ուսուցչական եւ ծնողական անձնակազմը սեփական նախաձեռնությամբ միացել են «Նվիր իր կյանք» բարեգործական ակցիային։ Առաջարկը եղավ հիմնականում մեր աշակերտական խորհրդից, որոնց հետ դասղեկի ժամերին մենք անց էինք կացրել զրույց, ընդհանրապես բարեգործության մասին, բարիք անելու, մարդուն համար լավ գործ անելու, եւ առաջարկը եղավ, եկեք ուրեմն մենք էլ միանանք «Նվիր իր կյանքին»։ Այնե Սարգսյանը, որի որդին սովորում է նույն դպրոցի 3-րդ դասարանում, առաջին անգամ է արյուն հանձնում։ Ցանկությունը միշտ է եղել, առիթը նոր է ներկայանում։ Կարծում եմ բոլորս էլ կարող ենք ինչ-որ չափով օգնել, եթե ուրիշ կերպ չենք կարող, գոնե արյունով կարող ենք օգնել։ Ինչքան էլ մեծ լինի ցանկությունը, արյուն հանձնելու համար նախ մի քանի փուլ պետք է անցնել։ Ստուգվում է առողջական վիճակը, չպետք է լինեն քրոնիկ ու ժառանգական հիվանդություններ, քաշնել 65 կիլոգրամից ոչ պակաս։ Արյունաբանական կենտրոնի տնօրենն ընդգծեց, որ նմանատիպ ակցիաները ոչ միայն կարող են մարդկային կյանքեր փրկել, այլև օգտակար են հենց դոնորների համար։ Դոնորները արյան նրանք բավականին առողջ մարդիկ են եւ իրենց օրգանիզմը կարծես տարբեր հիվանդությունների նկատմամբ այդ արյուն հանձնելու process-ը բարձրացնում է նրանց դիմադրողականությունը, սրտի հետ կապված հիվանդությունները, նաև գլխուղեղի սնուցման հետ կապված հիվանդությունները դոնորների մոտ շատ հազվադեպ են պատահում։ Դպրոցի անձնակազմի ակցիան կտևի 2 օր, հավաքված արյունը կուղղվի արյան քաղցկեղով տառապող երեխաների բուժմանը։ Աղվան ասում են Նարեկ Գալստյան, ժամը լրատվական։